Հրաֆի Սամվել Նոր տեղեկություններ Թղթատարին ճանապարհ դնելուց հետո Սամվելը դարձավ դեպի յուր մտերիմ սենեկապետը ասելով. «Հուսիկ, այս գիշեր պետք է Մուշեղ իշխանի մոտ գնամ։ Հավաքիր քո բոլոր ճարպկությունները, հետազոտիր բոլոր անցքերը, որպեսզի իմ այնտեղ գնալը ոչ ոք չտեսնի։ Իմ տիրոջ հրամանը կատարված կլինի», ասաց պատանին ինքնավստահությամբ և դուրս գնաց, յուր մեջ մտածելով. «Ես մի այնպիսի բան կսարքեմ, որ սատանան էլ չի տեսնի»։ Սամվելը մնաց յուր սենյակում միայնակ, երբեք նա այդպես հափշտակված չէր եղել, որպես այս գիշեր, երբեք նրա զգացմունքները այնպես վարված չէին եղել, որպես այս գիշեր։ Թղթատարի տարած ծրարի մեջ ուղարկեց նա յուր սիրտը, յուր միտքը, յուր հոգեկան բոլոր քնքշությունները։ Այժմ նրա դատարկ ուրվականը միայն շրջում էր այդ ամայի սենյակի մեջ, որ յուր հարուստ շրջապատով խեղում էր նրան։ Նա մտքով սլացել էր այնտեղ դեպի այն ահարկու լեռները, ուր սրաթռիչ արծիվն անգամ չէր համարձակվում վերամբառնել մինչև ապարաժների կատարները, ուր ամպերի հետ համբուրվում է մշտականաչ եղևինը, ուր արծաթյա կամարներով փայլում են լեռնային ջրվեժները, ուր վագրը, ինձը, բորենին միայն աղմկում են մթին անտառների հավերժական լռությունը։ Այնտեղ այն քարեղեն աշխարհում վեհապար Արտոսը որպես մի պատրիարք յուր ալեզարդ գագաթով իշխում է շրջակա բարձությունների վրա։ Այնտեղ այն սքանչելի աշխարհում ընծակա սրբանվեր սարը յուր գեղեցիկ ալիքներով նկարվում է վանածովակի պարզ և պայծառ հայելվո մեջ։ Այնտեղ լեռնային մարդը դեռ յուր նախնական մորթեղեն հագուստով երկար նիզակը ձեռին թռչում է մի քարից դեպի մյուսը և հետամուտ է լինում արագավազ եղջերվին։ Այնտեղ ծովակի ալեծուփ գրկում հանգչում է տենչալի կղզին, անմատչելի աղթամարը, և այդ կղզու խաղաղ, մնջիկ առանձնության մեջ, որպես ծովակի դիցուհին իշխում է Սամվելի նազելին։ «Սիրելի Աշխեն», բացականչեց նա խորին զմայլանքով, «ես քոնն եմ հավիտյան, ես քեզ եմ պատկանում իմ սրտի, իմ հոգու բոլոր զորությամբ։ Ձնողած վայրենի խստասրտությունը, աշխարհի անգութ արգելքները չեն կարող քեզանից խլել այն, ինչ որ իմ սիրո բոլոր ջերմությամբ նվիրեցի քեզ։ Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը։ Դու ինձ համար ամեն ինչ ես, թանկագին Աշխեն։ Քո մեջն եմ գտնում իմ սրտի խաղաղությունը, քո մեջն եմ գտնում իմ վշտերի մխիթարությունը։ Քո անունը հիշելիս լռում է հոգսը, անհետանում է մռայլը, և իմ հոգու մեջ ծագում է ուրախության լուսապայծառ արեգակը։ Երբ թախծալի հուսահատությունը պաշարում է ինձ, երբ կանխահաս արհավիրքը թուլացնում է իմ ուժերը, դու ես ոգևորում ինձ քո աստվածային ներշնչությամբ, դու ես կենդանացնում մեռած եռանդը և լքած հավատը։ Եվ այս րոպեում, երբ իմ հայրենիքը մեծ տագնապի մեջ է, երբ ամեն սրբություն, ամեն հաստատություն կործանվելու վրա է, երբ թշնամին յուր բոլոր անգթությամբ կանգնած է մեր գլխին, այդ օրհասական րոպեում քո սերը, նազելի Աշխեն, որպես մի պահապան հրեշտակ, վարում է իմ սիրտը անձնազոհության հրով, մղում է ինձ դեպի վտանգը, դեպի կոտորածը, դեպի արյունը։ Կանցնի փոթորիկը, կլռե զենքի շարաչյունը, կգա երջանիկ օրը և վաստակած զինվորը կհանգչի սիրած կուրծքի վրա։ Յուր խորին հափշտակության մեջ չնկատեց Սամվելը, թե ինչպես դուռը կամաց բացվեցավ, և մեկը ոտքից գլուխ փաթաթված սևագույն լայն սպածանելիքի մեջ հայտնվեցավ սենյակում։ Մի մթին ուրվականի նման հազիվհազ շարժվելով անցավ նա պատերի մոտով և կանգնեց մի անկյունում։ Անկյունի կիսամռայլից երկար նայում էր նա հուզված երիտասարդի վրա և լսում էր նրա զգացմունքներով լի մենախոսությունը։ Երեսը ծածկված էր մետաքսյա սև դիմակով։ Սամվելը դեռ արձանի նման կանգնած էր լուսամուտի հանդեպ և դեմքը դարձրած ուներ դեպի այն աշխարհը, որի մասին խոսում էր։ Երբ վերջացրեց, գլուխը խոնարհեցրած կուրծքի վրա, թևքերը խաչաձև փակած, որպես մի ուշացնոր երազամոլ, մի քանի անգամ անցավ սենյակի միջով
եւ ապա մոտեցավ մի բազմոցի, հենվեցավ նրա վրա։ Այդ խռովյալ դրության մեջ մորմոքում էր նա, երբ հանկարծ զգաց, որ երկու սառցային ձեռքեր բռնեցին յուր ձեռքը։ Նա սոսկաց, մթին ուրվականը իսկույն մի կողմ ձգեց յուր դիմակը եւ սպածանելիքը։ Սամվելի սարսափը ավելի մեծ եղավ, երբ յուր հանդեպ տեսավ գունաթափ Որմիզդուխտին։ «Մի շփոթվիր», ասաց նա հանգիստ ձայնով։ Ես բոլորը լսեցի, բոլորը հասկացա։ Ես թեև հայերեն չեմ իմանում, բայց սիրո լեզուն, սիրո ձայնը ամեն ազգի հասկանալի է։ Որմիզդուխտ, բացականչեց ապշած երիտասարդը։ Այդպես գիշերը, այդպես տարաժամ։ Այո, այդպես տարաժամ եկա քեզ մոտ, մի շատ կարևոր գործի համար, Սամվել, միայն համբերություն ունեցիր լսելու։ Ամբողջ մարմնով դողում էր նա։ Սամվելը բռնեց նրա ձեռքից, նստեցրեց յուր մոտ բազմոցի վրա։ Երբ փոքր-ինչ հանգստացավ, նա դարձավ դեպի երիտասարդ ասելով. «Կողպիր դռները, մեր խոսակցությունը պետք է առանձին լինի»։ Սամվելը կատարեց նրա ցանկությունը։ «Ներիր ինձ, Սամվել», ասաց նա թախծալի ձայնով։ «Ես խանգարեցի քո սրբազան հոգեզմայլությունը։ Ես խլեցի քեզանից այն թանկագին րոպեները, երբ դու քո սրտի հետ պետք է խոսեիր»։ Սամվելը խոսք չգտավ պատասխանելու։ Նա շարունակեց. «Սիրիր նրան, Սամվել, որին այնքան ջերմ սիրով նվիրել ես քո սիրտը։ Դու արժանի ես մի լավ կենակցի։ Քեզանով բախտավոր կլինի կինը, դու կբախտավորեցնես ամեն կնոջ»։ Վերջին խոսքերն արտասանեց նա հեկեկանքով։ Նա ձեռքը տարավ դեպի գլուխը, ետ քաշեց ճակատի վրա թափված գանգուրները, որ կարծես աշխատում էին սքողել նրա արտասուքը։ «Լսիր, Սամվել», առաջ տարավ նա րոպեական լռությունից հետո, «այդ տան մեջ դու էիր իմ մխիթարությունը։ Ամենքը երկրպագում էին ինձ, բայց սրտով ատում էին։ Երկրպագում էին, որովհետև ես արիած մեծ թագավորի քույրն էի։ Ատում էին, որովհետև ես պարսիկ էի, հեթանոս էի, մի քրիստոնյա ընտանիքի մեջ ընկած։ Ես իմ ոսկեղեն և գոհարեղեն շրջապատի մեջ խեղդվում էի, որպես մի մռայլ գերեզմանի մեջ։ Բայց դու, միայն դու, ազնիվ Սամվել, քաղցրացնում էիր իմ կյանքի դառնությունը և փարատում էիր դժբախտ օտարուհու տխրությունները։ Եթե դու չլինեիր, ես վաղուց թողած կլինեի այդ տունը և գնացած կլինեի իմ հայրենիքը։ Այժմ լսիր, սիրելի Սամվել, թե ինչու եկա քեզ մոտ այդպես գիշերով, այդպես տարաժամ»։ Շփոթված երիտասարդը, որ դեռևս ապշության մեջ էր գտնվում, գլուխը վեր բարձրացրեց և նայեց զգացված կնոջ բոցավառ աչքերի մեջ։ Նա բռնեց Սամվելի ձեռքը ասելով. «Իմ կրոնը ուսուցել է ինձ բարությունը բարությամբ վճարել, առաքինությունը առաքինությամբ։ Դու միշտ բարի ես եղել դեպի ինձ, սիրելի Սամվել, ես եկա պարտքս վճարելու։ Քո կյանքը վտանգի մեջ է, վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես»։ «Այդ ինչ ես ասում, ինչ վտանգ», բացականչեց երիտասարդը զայրացած ձայնով։ «Նա վտանգի մեջ է, ասա Որմիզդուխտ, ես հենց այս րոպեում պատրաստ եմ ինձ կրակի և արյան մեջ նետել և ազատել նրան, ասա ինչ վտանգ»։ Նա վեր թռավ բազմոցի վրայից, կանգնեց տիկնոջ առջև անդադար կրկնելով վերջին հարցմունքը։ «Հանգստացիր, Սամվել», ասաց տիկինը մեղմությամբ, «և նստիր քո տեղը։ Վտանգը դեռևս այնքան մոտ չէ, որի համար հարկավոր լիներ շտապել։ Վտանգը հասնելու վրա է։ Նստիր, ես բոլորը կպատմեմ քեզ»։ Սամվելը նստեց աղաչելով. «Ի սեր Աստծո, մի տանջիր ինձ, ինչ որ ասելու է շուտ ասա»։ Բարեսիրտ տիկինը, չկամենալով միանգամից հարվածել երիտասարդի զգայուն սիրտը, բավական հեռվից սկսեց յուր հաղորդելու նոր տեղեկությունները։ «Դու, ասաց նա, այսօր քո մոր ներկայությամբ պատմեցիր ինձ իմ ամուսնի և Մերուժան արծրունու վերադարձը Դիզբոնից, պատմեցիր և նրանց հետ Պարսից 2 զորապետների գալուստը, պատմեցիր և այն, թե ինչ գործեր պետք է կատարեն նրանք ձեր երկրում, բայց ամենագլխավորը կամ քեզ հայտնի չէր, կամ ծածկեցիր ինձանից։ Ես ոչինչ չծածկեցի քեզանից, Որմիզդուխտ, ինչ որ գիտեի, բոլորը պատմեցի։ Ուրեմն ամենագլխավորը քեզ հայտնի չէ։ Լսիր, Սամվել, նախ իզուր եք սպասում դու կամ քո մայրը, որ նրանք տարոնով կմտնեն Հայաստան։ Սկզբից այստեղ չեն գալու, նրանք կմտնեն Հայաստան Բասպուրականի կողմերով, որը Մերուժանի իշխանության երկիրն է։
Նրանց առաջին գործը կլինի կալանավորել հայոց բոլոր նախարարներին և շղթայակապ ուղարկել Տիզբոն։ Այնտեղից կվարեն նրանց ձեր թագավորի մոտ, որը այժմ մի բերդում աքսորված է։ Հետո նրանց երկրորդ գործը կլինի կալանավորել աքսորված նախարարների կանանցը, զավակներին և պահել բերդերում խիստ հսկողության ներքո։ Որոնց հետ և այն հրեշտակին, որին ես սիրում եմ, ընդհատեց Սամվելը խորին վրդովմունքով, այդպես չէ, որ միստուղտ։ Շատ հասկանալի է, պատասխանեց տիկինը տխուր ձայնով։ Եթե մյուս նախարարների ընտանիքները կկալանավորեն, նրանց թվում կկալանավորեն և Ռուշտունյաց նախարարի ընտանիքը և քո հրեշտակին։ Հրամայված է չխնայել ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի։ Ամեն մի ընդդիմացող կդատապարտվի մահվան պատժի։ Կխնայեն միայն նրանց, ովքեր կընդունեն Մազդեզանց կրոնը, և նրանք բերում են իրանց հետ այնքան զորքեր, որ այդ բոլորը կարող են կատարել։ Մոռացա ասել, որ խստիվ պատվիրված է կալանավորել հայոց տիկնոջը թագուհուն և ուղարկել Պարսկաստան։ Ես այդ բոլորը սպասում էի, ասաց Սամվելը գլուխը ցավակցաբար շարժելով, բայց դու ինձ այն ասա, որ միստուղտ, թե որտեղից հավաքվեցան քեզ մոտ այդ տեղեկությունները։ Դու առավոտյան ոչինչ չգիտեիր և մինչև անգամ իմ հոր գալստյան մասին տեղեկություն չունեիր։ Այդ իրավ է, ոչինչ չգիտեի և ոչ մի տեղեկություն չունեի։ Առաջին անգամ քեզանից լսեցի, որ իմ ամուսինը և Մերուժանը գալիս են, և այդ շատ զարմացրեց ինձ, թե ինչպես է պատահել, որ մի այդպիսի նշանավոր տեղեկություն ինձ չեն հաղորդել Տիզբոնից։ Ես զանազան կասկածների մեջ ընկա, մանավանդ երբ մտածեցի, որ իմ ներքինապետը նույնպես ինձ ոչինչ չէր հայտնել, նա, որ ամեն բան կարող էր ամենից առաջ գիտենալ։ Երբ վերադարձա տուն, իմ բարկությանը չափ չկար, իսկույն մի պարան պատրաստել տվի, հետո կանչել տվի իմ ներքինապետին։ Քեզ կախել կտամ այդ ծառից, ասեցի նրան, եթե ճշմարիտ է չխոստովանես, թե ինչ տեղեկություններ ունես Տիզբոնից։ Նա ամեն ինչ պատմեց։ Սամվելը նոր բան իմացավ, և նրան տիրեց խորին զարմացում։ Քո ներքինապետը ինչով է խառն այդ գործերի մեջ, հարցրեց նա ուղիղ նայելով տիկնոջ այլայլված երեսին, որ միստուղտը կարմրեց, գունաթափվեցավ, դարձյալ կարմրեց, դարձյալ գունաթափվեցավ, որպես մի երեխա, որ հանկարծ բռնվում է գողության մեջ։ Կներես իմ միամտությունը, Սամվել, և կհավատաս իմ անմեղությանը, ասաց նա արտասվախառն հեկեկանքով, որ այդքան տարի է այդ անպիտանը ծառայում է ինձ մոտ որպես ներքինի, բայց ես մինչև այսօր դեռ չէի հասկացել նրա իսկական պաշտոնը։ Ես միայն նկատում էի, որ նրա մոտ անծանոթ մարդիկ են գալիս, գնում են, նկատում էի, որ նամակներ է ստանում, պատասխան է գրում, և այդ բոլորը շատ սովորական էի համարում, որովհետև գիտեի, որ Տիզբոնում, մանավանդ իմ եղբոր արքունիքում, մեծ կապեր և ծանոթություններ ունի, բայց այսօր ես քննեցի նրա թղթերը, բանից դուրս եկավ, որ այդ մարդը այստեղ ևս մեծ կապեր է ունեցել։ Նրա ձեռքի տակ եղել են շատ մարդիկ, մինչև անգամ հայերից, որոնք հայոց երկրի ամեն կողմերից տեղեկություններ են հաղորդել նրան, թե որտեղ ինչ է կատարվում, կամ որտեղ ինչ է պատրաստվում, և այդ լուրերի համար նա առատ վճարել է։ Յուր հավաքած տեղեկությունները նա միշտ ծածուկ ուղարկել է Տիզբոն և այնտեղից նոր հրահանգներ է ստացել։ Ուրեմն նա մի ծպտյալ լրտես է եղել մեր տան մեջ ներքինապետի պաշտոնով, հարցրեց Սամվելը ավելի վրդովվելով։ Այդպես է երևում, նրան պատվիրված է եղել ամեն ինչ հաղորդել Տիզբոն, կրկնեց տիկինը ցած ձայնով։ Թշնամու գործակատարը մեր տան մեջ է եղել և մենք այդքան ժամանակ չենք հասկացել, մտածեց Սամվելը մի առանձին ինքնաանբավականությամբ, և մենք դեռևս գանգատվում ենք, որ մեր գործերը վատ են գնում։ Մեր տանը հարս են ուղարկում, հարսի հետ հարուստ օժիտ են դնում, և նույն օժիտի թվում ուղարկում են մեզ իրանց լրտեսը բազմաթիվ աղախինների և սպասավորների հետ։ Ինչ լավ խնամություն է, Պարսից թագավորի նենգավոր խնամություն։ Նա դարձավ դեպի տիկինը։ Դու, որ միստուղտ, այնքան բարեսիրտ ես, որ ես չի համարձակվիլ մի ամենափոքր կասկածով անգամ վիրավորել քո հրեշտակային անմեղությունը, բայց դու մտածում ես, թե որքան վատ է ուրիշի տան գործերը լրտեսել։ Այդ ես գիտեմ, պատասխանեց նա մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր սրտի խորին բարկությունը լի անմխիթար ցավակցությամբ։ Այդ ես գիտեմ և դառն հետևանքները տեսնում եմ։
Ինձ համար շատ սոսկալի է, երբ մարդկանց արյուն է թափվում, երբ հայր և մայր մաշվում են բանտերի մեջ, իսկ զավակները, որբ և անտեր, մնում են դահիճների ձեռքում։ Ես չեմ կարող տանել այդպիսի անգթություններ։ Բայց այդ քո եղբոր ցանկությունն է, նկատեց Սամվելը։ Մի նախատիր ինձ, Սամվել, եղբորս պատճառով։ Պարսից թագավորները սիրտ չունեն, մարդկանց դիակների վրա են հաստատում նրանք իրենց գահի պատվանդանը։ Այդպես ասել է մեր իմաստուններից մեկը։ Սամվելը մտածողության մեջ ընկավ։ Տիկինը ընդհատեց նրա լռությունը ասելով. «Մի տրտմիր, Սամվել, իմ խիղճը հանգստացնելու համար ես հենց այս առավոտ կհրամայեմ պատրաստել իմ ճանապարհորդության քարավանը, կգնամ Տիզբոն, կընկնեմ իմ եղբոր գահի առջև և իմ արտասունքով կամոքեմ նրա բարկությունը։ Եվ եթե նա անզգա կլինի դեպի քրոջ արտասուքը, նույն գահի պատվանդանը արատավորված կտեսնի յուր հարազատի արյունով»։ «Ես հավատում եմ քո անձնազոհությանը, Որմիզդուխտ», պատասխանեց երիտասարդը։ «Դու ավելի քան բարեգութ ես, բայց այժմ արդեն ուշ է։ Գործերը այնքան բարդված են, հանգամանքները այնքան անդառնալի ձև են ստացել, որ քո բարեխոսությունը հազիվ թե կարող էր խափանել կատարվող չարիքը։ Բայց քո կյանքը վտանգի մեջ է, Սամվել։ Ես չեմ տարակուսում, որ ներքինապետը կամ որպես դու անվանեցիր այդ ցած լրտեսը քո անունը ևս անբարեմիտների ցուցակի մեջ անցկացրած չլինի»։ «Ես նույնպես չեմ տարակուսում», ասաց Սամվելը, «ևս այդ հոգը Աստծո վրա եմ թողնում»։ Նա դարձյալ մտածողության մեջ ընկավ և րոպեական լռությունից հետո ասաց հեգնաբար. «Դու մոռանում ես, Որմիզդուխտ, որ իմ հայրը և իմ քեռին առաջնորդում են պարսից զորքերին, նրանք գոնե ինձ կխնայեն»։ «Հրամայված է ոչ ոքի չխնայել, ոչ բարեկամի, ոչ ազգականի», պատասխանեց վշտացած կինը և սկսեց ավելի և ավելի թախանձել երիտասարդին, որ գոնե յուր անձը ազատելու համար թողնե առժամանակ հեռանա դեպի մի կողմ, մինչև փոթորիկի անցնելը։ «Այդ ես քեզ չեմ ներում, Որմիզդուխտ», ասաց Սամվելը ժպտալով բարեսիրտ կնոջ հոգացության վրա։ «Դու կամենում ես ինձ վատության սովորեցնել և մի երկչոտ զինվորի նման կռվի միջոցին փախչել պատերազմի դաշտից։ Մտածիր, Սամվել, որ վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես», նկատեց տիկինը վշտալի ձայնով։ «Հենց նրա համար ես չպիտի հեռանամ կռվի դաշտից», ասաց Սամվելը և նրա աչքերը վառվեցան վրեժխնդրության բոցով։ Որմիզդուխտը մի առանձին նախանձով էր նայում այդ մարմնացած անձնազոհության վրա, որի մեջ այնքան վառ, այնքան անշիճանելի էին սիրո զգացմունքները։ «Ասա ինձ, Որմիզդուխտ», խոսքը փոխեց Սամվելը, «այդ բոլորը, ինչ որ պատմեցիր ինձ, քո ներքինապետը յուր բերանով խոստովանեց քեզ»։ «Ես նրա թղթերի միջից և մի նամակ գտա», պատասխանեց տիկինը։ «Կարելի է, որ այն նամակը ինձ ցույց տաս»։ «Նամակը հենց ինձ հետ բերած ունեմ»։ Նա դուրս հանեց յուր գրպանից մագաղաթի փաթոթը և տվեց Սամվելին։ Երիտասարդը նայեց նրա վրա և փոքր-ինչ մտածելուց հետո ասաց. «Կարող ես այդ նամակը ինձ մոտ թողնել, ինչու՞ չէ, քեզ հարկավոր է»։ «Բայց քո ներքինապետը չի հարցնի, թե ինչ եղավ նամակը»։ «Ցաղրում ես ինձ, Սամվել, նա ինչպես կհամարձակվի այդպիսի հարցմունք անել ինձանից։ Ես կհրամայեմ հենց այն րոպեում կախել նրան իմ բակի ծառերի մեկից։ Դու չգիտես որքան ծառաներ կան իմ հրամանի ներքո»։ Տիկնոջ մեջ եբ եկավ արքայադստեր, թե հպարտությունը և թե բարկությունը։ Նա վեր կացավ ներողություն խնդրելով. «Ես շատ ուշացա, աքաղաղները արդեն սկսել են խոսել»։ Սամվելը նույնպես ոտքի ելավ։ «Ես այժմ փոքր-ինչ հանգիստ եմ», ասաց տիկինը, յուր քնքշությամբ լի աչքերը դարձնելով դեպի երիտասարդը։ «Թեև ոչինչ բանի մեջ չկարողացա համոզել քեզ, բայց գոնե դու այսուհետև կգիտենաս քո անելիքը»։ «Շնորհակալ եմ, Որմիզդուխտ, քո անսահման բարության և քո անկեղծ կարեկցության համար։ Դու չափազանց պարտավորեցրիր ինձ»։ Տիկինը վեր արեց յուր սպածանելիքը և դիմակը։ «Ախ, ների՛ր, Որմիզդուխտ», ձայն տվեց երիտասարդը, «ես այն աստիճան շփոթվեցա քո անակնկալ ինձ մոտ գալով, որ մինչև անգամ մոռացա հարցնել, թե ինչպես եկար կամ այժմ ինչպես պետք է գնաս»։ Տիկինը ժպտաց ասելով. «Դու խոտեսար, որ ես ծածկված էի դրանց մեջ»։ Նա ցույց տվեց յուր ձեռքի սև սպածանելիքը և դիմակը։
Դարձյալ այնպես կգնամ, ինձ իմ աղախիններից մեկի տեղը կընդունեն։ Գոնե թույլ տուր ճանապարհ դնեմ քեզ մինչև քո բնակարանը։ Հարկավոր չէ, դրսում իմ սպասավորներից երկուսը սպասում են, նրանք կառաջնորդեն ինձ, իսկ քո ճանապարհ դնելը կարող է մատնել ինձ։ Բայց սպասավորները չգիտեն, որ սև սպածանելիքի տակ ծածկված է իրանց տիկինը։ Չգիտեն, նրանք ինձ բերեցին այստեղ որպես իմ աղախիններից մեկին և այդ կարծիքի մեջ էլ կմնան։ Առաջին անգամ չէ, որ իմ աղախիններից եկել են քեզ մոտ զանազան գործերով։ Տիկինը հագավ յուր դիմակը և ծածկվեցավ լայն շալի մեջ։ Սամվելը սրտակին գոհունակությամբ հայտնելով յուր շնորհակալությունը ճանապարհ դրեց նրան մինչև նախասենյակի դուռը։ Այնտեղ խավարի միջից հայտնվեցավ Հուսիկը, հրամայեց նրան։ Այնտեղ դրսում տիկին Որմիզդուխտի ծառաները սպասում են, հանձնիր նրանց։ Հուսիկը մատը տարավ դեպի ատամները և գծեց։ Մի բան անցավ նրա մտքով, մի այլ բան անցավ Սամվելի մտքով։ Ախ, եթե փոքր-ինչ շուտ եկած լիներ Որմիզդուխտը։ Նա մտաբերեց ռուշտունյաց Գարեգին իշխանին և յուր սիրելի Աշխենին ուղարկած նամակները։ Հրաֆի Սամվել